Ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Գերմանիայի հավաքականը տպավորիչ մեկնարկ է գրանցել։ Ե խմբի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում գերմանացիները 7-1 հաշվով վստահ հաղթանակ են տարել Կյուրասաոյի նկատմամբ, մրցակցին առավելության հնարավորություն գրեթե չթողնելով։ Հանդիպման ընթացքում Գերմանիան ցուցադրեց արդյունավետ և հարձակողական ֆուտբոլ, մրցաշարը սկսելով խոշոր հաշվով, հաղթանակով և գլխավորելով Ե խումբը։ Կյուրասաոն, որն առաջին անգամ է մասնակցում աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին, կարողացել է հեղինակել իր պատմության առաջին գոլն այս մրցաշարում, սակայն դա չի փոխել հանդիպման ընդհանուր պատկերը։ Նույն խմբի մյուս հանդիպումը Կոտ դ'Իվուար-Էկվադոր նախատեսված էր Երևանի ժամանակով ժամը 3-ին։ Սա Գերմանիայի հավաքականի պատմության երկրորդ ամենախոշոր հաղթանակն է աշխարհի առաջնություններում։ Անցած անգամ գրանցվել էր հաղթանակ Սաուդյան Արաբիայի հետ խաղում 8-0 հաշվով 2002 թվականին դարձյալ առաջին տուրի խաղում։ Ինչ զգացողություններ ունեիք։ Մենք գիտեինք, որ Գերմանիան ուժեղ է։ Մենք դա հասկանում էինք, բայց հույս ունեինք լավ խաղալ։ Այո, ցավալի է, որ մենք պարտվեցինք, բայց մենք դեռ մրցաշարում ենք։ Հաջորդ շաբաթ կխաղանք Էկվադորի հետ եւ գուցե ամեն ինչ ավելի լավ ընթանա, քան այսօր, բայց այսօր մենք խաղացինք աշխարհի քառակի չեմպիոնների հետ։ Սա նշանակում է, որ խաղը շատ դժվար էր, բայց սա Կյուրասաոյի առաջին աշխարհի առաջնությունն է եւ մենք ուրախ ենք։ Մենք պարտվեցինք, բայց 1 գոլ խփեցինք եւ դա շատ կարեւոր է մեզ համար եւ մենք տոնում ենք։ Ուրախ եմ, որ այնտեղ էինք եւ լավ ժամանակ անցկացրինք եւ աշխարհի առաջնությունում առաջին անգամ մենք գոնե գոլ խփեցինք եւ ես շատ ուրախ եմ դրա համար։ Մենք արդեն հաղթողներ էինք։ Ինչպես եք ձեզ զգում։ Հիանալի, ընդհանուր առմամբ հիանալի թիմ է։ Մենք այս տարի հաղթելու ենք մրցաշարում։ Կարող եք պատմել աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին խաղի հետ կապված ձեր զգացողությունների մասին։ Պետք է խոստովանեմ, հիանալի էր, որ կարողացա ինձ հետ բերել իմ փոքրիկին, որպեսզի նա ականատես լինի այս պատմական պահին։ Ամենափոքր երկիրը, որը երբևիցե մասնակցել է աշխարհի ամենախոշոր մարզական իրադարձությանը 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցում էր այդ հանդիպմանը եւ մենք ականատես եղանք այդ հանդիպման առաջին գոլին։ Չգիտեմ ինչպես նկարագրեմ այդ զգացողությունը։ Այս ճանապարհորդությունը որոշակի գումար արժեցավ, բայց ստացած փորձառություն իսկապես անգնահատելի էր։ Կարող եք նկարագրել խաղից հետո ձեր զգացողությունները։ Ուրախ եմ, որ այստեղ էինք եւ լավ ժամանակ անցկացրեցինք եւ աշխարհի առաջնությունում առաջին անգամ մենք գոնե գոլ խփեցինք։ Շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ։